Աչքս ապեր ջան։ Լուջա։ Ասպեր քնի միա երեխուն նա։ Չէ, ինձ արավ, բայց ուրեմն հապեր։ Կտանես բխոնել տենա։ Էդվո։ Հալած Մելոին հասնելու ես ո՞նց կարող տանեմ, հա։ Ամբո այդ իմն է, ոչ թե Մելոին է։ Չսի։ Հապեր, հիմա էլ դու։ Ոնց հիմա էլ դու։ Հələ անուշիկը ասում եմ, որ այդ գեդին ինձ անեմ են։ Այմաս բանոսն ասում է իրանն է, դու ասում ես քեզ անման, բայց ես Մելոն է ինչ կապ ունի, թող։ Հələ Ես ինչ ես բերի հələ։ Նախ ինչ չի, ով է, նոր ասեցին, չէ։ Լավ հələ ես ով ես բերի դու հələ։ Մելու երեխին ես վեգալ է բերեն մերյան հələ։ Այ մարդ սրակից գժանոց կուղարկեն։ Հələ դու մեզ գժանոց կասցնես։ Հա որ ես քեզ ասեցի Մելոին հարցնեմ, ինչի ասեցիր Մելոին ինչի պիտի հարցնես։ Հələ որտեվ Մելուն կապ չունի այդ դիսկի հետ, հələ էդի վարոսի դիսկն է։ Իրոպ է ինչ դիսկ։ Վախ մուրես պայծառարև։ Բապենք, սենց թորնիկ ունենալու Անուշիկ ջան, հա բալես։ Դե մենք մտածում ենք այդ ուղղությամբ վռեմ ձեձե։ Մարդիկ հələ մտածում են։ Իսկ ես գիտեի դուք արդեն պիտի կոնկրետ քայլերի գնացած լինեիք Անուշիկ ջան։ Չեղավ բալես, սենց չեղավ, մտածեք, բայց արագ մտածեք, ճանապարհորդուլը։ Մտածում Իմ մոտ էլ կա։ Բայց իսկականից ինչ եք մտածում Անուշիկ ջան, հա։ Մարգարիտա ծիծա, ես ձեզ հետո կասեմ, էլի այդ մի քիչ լուրջ թեմա է։ Հա։ Լավ, всё, հերիքա ինչքան սիրեցիք, ենյան գնացեք թոտանի։ Զգուշ կտանես, հələ։ Մխո դու էլ գնա հետը։ Հələ իսկականից քեզ մի բան դավերի անել կլինի։ Ու ես ավտոյով կտանեմ։ Հապեր, բայց հա։ Կասես Անուշիկ ջան։ Լավ, ես գնամ ձեզ չխանգարեմ։ Մարգարիտա ծիծան, նենց չի, որ ես չեմ ուզում երեխա ունենամ, ուղղակի մխոյի մոտ չի ստացվում։ Ոնց չի ստացվում։ Դե տենց Մարգարիտա ծիծան, չի ստացվում, էլի։ Ոյ մամա ջան։ Մարգարիտա ծիծան, բայց դուք չասեք էլի մխոյին սրա մասին, որ ես ձեզ ասել եմ։ Ահա, չի իմանա, բայց դե սենց թողել էլ չի կարելի։ Չէ, դե ուր թողնենք։ Ինչ անեմ, հա։ Ռամի չասեմ։ Չէ, Մարգարիտա ծիծա, ավելի ճիշտ կլինի, որ դուք ձեր ընտանեկան բժիշկին կանչեք, մի հատ մխոյին ոտից, գլուխծերից ձեր ստուգի։ Բայց մեր բժիշկը դրա մասնակետը չի։ Դե ոչինչ, թող կա մի հատ մխոյին ոտից, գլուխծերից ձեր ստուգի։ Դուք էլ մխոյին ասեք, որ պրոֆիլակտիկայի համար է, լավ, որ հուշ չլինի, էլի։ Ախր ասնձի էլ միլից էլի։ Ինչի ռուբլի վարայ, Տո խմած եղա բաները չի տողի տուն մտնի։ այդպես մոմենտներ կա։ Այս էլ խմի դուս կանք էլի։ Այդ ինչի սենց շուտ։ Դու ինչ տա շուտ է։ Ապե ինից ուշ տուն գնալ չկա։ Դե զորիկ ձանը մի բան ասել է էլի դե դու։ Դերը խներ։ Հայմարդ ինչ էլ մուժ քնել է։ Արա սուս մնա այ դոդուշ։ Դու եպես կարքին իսան դառնալու։ Բայց ես ինչ մեղք ունեմ, ասեցիր բեր, ես էլ բերեցի, որ հետո էլ դրա պատճառով ինձ փռիչ չանեք։ Արա քու ջոգելով ես խի պետք է ասեի Մելո երեխուն բեր տենամ։ Դե ես էլ էի դրա վրա զարմացած էլի։
Զարմացած իր միած զարմանքդ խիչ ես արտահայտում, արա։ Արտահայտեցի։ Գուդի միած շեշտ էիր, որ երեխու մասին ես մտածում։ Դու կոնես շեշտ էիր, որ դիսկի մասին ես մտածում։ Արա ես քեզ ինչ ասի բեր նայենք, չէ։ Բայց ինչը պետք է նայենք, հմբո, եթե ոչ կինոն, կարող է ասել եմ երեխուն բեր նայենք։ Բայց էլ որ գնացել է երեխուն տեսնելու, ինձ թվաց դու ես ուզում երեխուն տեսնել։ Իսկ այդ դիսկի իմ մոտ չի եղել։ Լավ, դե զանգի ասա, որ քո մոտա քանին դե իրանց չեն ոչնչացրի, արա։ Այ մարդ, ինձ թվում է իրանք սկի չեն էլ իմացել, որ երեխան տունը չի։ Արա զանգի ասում եմ ասա, բայ։ Համբերի էլի, կարող է ծիխարիրն ու էլի տանել դու հետ դե։ Գակ, շուտ արա։ Գիտես հեշտ է։ Բա որ ասում էի տանենք նորմալ փաթեթավոր տանենք։ Այ փաթեթավորման փողով վաղը մի հատ ավել ներպերշիկ կուտես։ Ամեն մելոնով դարան, որ իր համար այդքան փող ծախսենք, ես չեմ հասկանում։ Մելոյի չէ, իր երեխու։ Դե նույն արունը չի։ Հələ սպասի ապեր, դրա երեխան մեծանան, նա ինչ եմ անելու։ Այսինքն ես չեմ անելու։ Իմ երեխուն կասեմ, դրա երեխուն միշտ ճնշած է պահելու։ Եթե Մելոյի երեխան իրան քաշեց, ուրեմն հակառակը կլինի։ Հակառակը չի լինի։ Ուրեմն ես Մելոյից ճնշվեմ, իմ երեխան էլ իր երեխուց ճնշվի, հա։ Դե Գագո ջան, էտա կյանքը ապեր, ինչ կարաս անես որ։ Արա մենք ենք իրան թագավոր սարքի համո, առած մեզ ինքը ոչ մի բանի չէր կարա հասնել։ Ինչ եղել է ապեր, մեզանով է ինքը հասել, հասկանում ես։ Այս ընդունում եմ քո ասած ապեր, բայց դե ում կարաս ասես, որ հավատա։ Արես դե հետը կապի վրա տանենք շպրտնենք իրանց է։ Աչքդ լույս ջիգեր ջան։ Աչքդ լույս թագավոր ջան։ Աշկի լսող մնաք, արեք առաջ։ Ապեր բաղուրա ու ջուրը։ Նազի, ցածր եք լսում, անց է։ Մած բագի շրկուր չկա։ Յա, բարի օր ձեր ստեղեք ջան։ Այս ինչ լավա դուք եք ստեղ աղբերներ։ Ցածր այդ տղա։ Կներես Մելո ջան։ Ինչ լավա մի անգամից այսքան թագավոր տենալը աղբերներ ջան։ Ջիգեր ջան, այս էլ քորփին ենք բերել Մելո ջան։ Այդ ինչ ես բերել։ Ապեր ես եմ ընտրել, թույն բանա, տանենք երեխու մոտ բացենք, որ ուրախանա էլի։ Ված չես այդ տղա, նոր է ծնվել երեխան, ինչ ուրախանալ։ Ապեր բայց հորքույս աղջկա երեխան մի շաբաթական է, արդեն ժպտում էր։ Դու կանի շաբաթական ճոգիրոր կռակաճի։ Ցածր ծո։ Հա դե բացված տենանք ինչ ես բերես սպանել թողի։ Անջավեց շուտերա։ Ապեր մտես, որ երեխան չի զարթնում։ Արա բագո, ես բերել ես, որ այդ երեխան ինչ անի։ Ապեր դե համոն էր էլի ծյոն ջան։
Կոց եկավ, բայց վրոջի սա նորմալ է։ Կարող է երեխեներ մոտով խփելա պատի վրա ձենը հետ կդրեք։ Ձենը դա այդտեղ է։ Կներեք խփեր։ Դες սուսիկն ինչ եղավ իշխոր փշի վրա նստած է։ Դու քոնը մի հատ փշերի վրա էս այ աղբեր, բայց ես ինչ ասեմ։ Կներես էլի, որ ես քշերի պատճառով քեզ այդքան անհանգստացրի։ Բայց դե ոչինչ։ Հիմիկվանից մարդկանց ճանաչի։ Հե, Ամեն ինչ նորմալ է։ իսկ ոնց է ամեն ինչը տեղն է։ Հետ չէին իմացել, որ երեխեն տունը չի։ Լուրջ ես ասում եմ։ Հա, իմ բախտից էլ դուռը բաց էին թողել, մտա ծիխար երեխուն դրեցիներս մի անգամից դուրս եկա։ Կարևորը որ երեխեն ինձ սիրեց։ Իդ ինքը ասեց քեզ։ Չէ դե ոնց որ լավ էր զգում էլի ինքը իմ գիրկը, հասկանում ես, ոնց որ Դե քիչ խոսայի արա։ Այդ տարիքից երեխու բերանը բացել ես տվել։ Մի ով գիտի հետևիցը դի ինչ ասես չի ասում։ Յայլո։ Մխո ջան, մեր բժիշկն ա եկել, ուզում եմ մի հատ քեզ էլ ստուգի նոր գնա, դու երբ ես գալու բալես։ Լավ էլի մամեսնյակ, ես առողջ տղանյակ եմ, ինձ ստուգումը ինչ են։ Պրոֆիլակտիկայի համար ա։ Այ մամ ջան, բան գործ չունես։ Մխո, շուտ արի, հա, այս մարդը քեզ պիտի ստեղ սպասի։ Վերջ, էլ չենք խոսում։ Հեսա կգա։ Խորը շնչի։ Շունչդ մի պայի։ Նորմալ է։ Մի հատ շալվարը դել իջացրու։ Շալվարը սնչի չես։ Դե տեսնեմ ընդեղ ինչ է կատարվում։ Ընդեղ ամեն ինչ նորմալ է։ Չես կարացես։ Բայց ինչի այսքան վաղ չէիք ստուգում, ընդեղ հիմի մտածեցիք, որ պետք է ստուգվի։ Դե հիմա ամուսնացել ես, ամեն ինչ փոխվել է, հո ես քեզ ամեն բան չեմ ասելու։ Ախ, մորս պայսար արև։ Լավ է, դա շուտ արա։ Ինչ է որ։ Վաղը մի հատ կգաս մոտս ռենգեն անենք։ Բայց ինչ է էլի որ ռենգեն անենք։ Մի տեսակ դուրս չի գալի։ Բայց ինչի պետք է ձեր դուրը գա է։ Մինչև չստուգեմ ոչ մի բան չեմ կարող ասել։ Մորս պայսար արև արա խայտարակլանք։ Sorry, կներես, չի ուզում։ Այ, գեդինը մտարա։ Ես գնամ, հա, վաղը սպասում եմ քեզ։ Կներես, Յունաս, ես չգիտեմ, որ դու բժիշկի հետ տենց անկեղծ ես։ Ինչ անկեղծ, նիգա, ինչ ես խոսում։ Բա ինչի՞ Տարզանի նման տենց կանգնել։ Որ ես ստուգում էր։ Oh, sorry։ Խարես ինչ եղավ, գեդինը մտա ես։ Դե լավ, եղածը բան չէր։ Իսիքը ոնց եղածը բան չէր։ Դե ուզում եմ ասեմ, ես չեմ ամաչում։ Ուղղակի ես չէի սպասում, որ դու տկլոր կլինես։ Դրա համար կորացի։ Նիկա ջան, արի պայմավորվենք, իսի մեր մեջ մնա հանգարց ոչ մեկ չի մանա սրա մասին եղավ։ Okay, գիտես ինչի համար է եկել։ Այսից ձեր սենյակից։ Ես կորացի։ Ինչի։ Մտաներս մեկ էլ տենամ։ Մեկ էլ տեսավ, ինձ չէր տեսել, իմ մութ էր։ Մեկ էլ լուսը վարեց, մեկ էլ տեսավ ինձ ու գորած։
Արա ես քեզ ասում եմ ոչ մեկ չի իմանա, ինձ խոսքից վրա դնում անկեղծանամ սաղ պատմում ես ուրախ Նիկա։ Դե լավ, Սերուն ջան, կոմեդի ա էլի։ Ես դե ոչ մի կոմեդի չեմ տենում Նիկա։ Կոմեդիա։ Լստեղ։ Ո՞նց ուշ։ $1000, լսի, բարի միջից եմ գտել։ Ով ա տվել մեն։ Մերի հավաքել են, հա։ Տարել են, Վարուժը շատ դրասկ են, մեջնից հարուստը Վարուժն է։ Բայց ախր բոլորն էլ առանցին իրանց ծրարով իրանց փողը տվել են։ Ինչ կարող է համբոն են կամ համոկագուն։ Դե երևի ճիշտ ես, երևի ծրարով տվել է, հետո մտածել է քիչ հա, նա դեռ բարուրի մեջ ա դրել, հալանա բայց։ Չգիրախելար Վարուժն է։ Դե զանգի մի հատ մերսի ասա։ Հա դե դու տեսնի կսեմ։ Վայ, հենց հիմա զանգինելու, ամոթ։ Աբեր։ Ախպերս, այդ ինչ նեղություն ես քաշի։ Ինչի համար ես ասում։ Հետ չքսեմ կոնը ծերդ փող մնաց։ Այ ախպեր, ոչ չմնաց դες։ Ասեմ ինչ ասում։ Մերսի ախպեր ջան, աբրիս։ Խնդրեմ ախպեր, խնդրեմ։ Բարեք շրապը։ Ինչ էր ասում, որ շնորհակալություն ա այդ փողի համար մարդը։ Որը գոնե մի $200 տայր այդ քծի։ Էնա 100-ի համար։ Հալես ասել։ Ոնց թե Անուշիկին էլ ես ասել։ Ոնց թե Անուշիկին էլ ես ասել, Նիկա, այդ ինչ ես ասում։ Ասեմ։ Մխո ինքը որտեղից գիտի։ Ինչը։ Ինչը։ Աղջի դու 4 անգամ ասա ինչը, որտեղ չմնաս, չսպայում ուսում։ Հա բայց իրոք ինչը։ Թարգեք ես թեման այրին։ Բաչ իմանամ Նիկան որտեղից գիտի, ասա Նիկա։ Քեզ ոչ մի բան էլ չգիտեմ։ Բա ինչի ասեցիր Անուշիկին էլ ես ասել։ Հա։ Ուզում էի ասեի Անուշիկին էլ ես ասել ստուգումների մասին։ Իսկ հատկապես ո՞ր ստուգումների մասին։ Հատկապես ո՞ր ստուգումների մասին, մխո։ Ես քեզ եմ հարցնում Նիկա։ Ես ոչ մի բան էլ չգիտեմ։ Անասրել եմ ստեղ մնալու։ Հա։ Ահա դե թող գնամ էլ չեմ ուզում։ Էլի բայց թող աղջկան թող գնա էլ ինչ ես պահում։ Տենց եմ ուզում մխո։ Դե ուրեմն գնամ թազը շորեր բերեմ։ Սրանց որտե ձանձրացա։ Ալ մի չամոդա շոր ես բերել հետդ։ Մխո, ստեղ նայի, քո թումբանից է։ Լավնա։ Տենց ես արդեն դու իրա թումբանը տեսել։ Մի րոպե, նախ եւ առաջինը թումբան չի, սկսենք այդտեղից։ Իսկ այդ ինչ ա փոխում մխո։ Շատ բան ա փոխում էդ։ Ինի փոխում ա ճաշակ։ Ու այդ ունչի Նիկան չեր կարատենար իմ վայելուչ վարտիքը, հայեր են խոսանք, վարտիք։ Այդ ոնց ապեր։ Այդտենց պարանի վրա լվացքի, կարող անցնելուց աշկն գնի տենա, չի լում տենց, հա, չի կարա տենց էլի, չպլի, խոսա։ Հա ոչ չի կարա։ Դի բա խոսա, նստել ես չես խոսում ալա։ Մխո վերև արի։ Մի հատ կբացատրես ինձ ինչա կատարվում։ Ինչ բացատրեմ, Անուշի։ Բայց ինչի ինքը պիտի իմանա, որ քո թոքերը ստուգելուց բացի ստուգել են նաև քո։ Ինքը կռահել է։ Ահ, կռահել է, հա։ Ոնց կարար կռահած լինել, մխո, հմ։ Հələ դե իրանց մոտ Ամերիկայում տենց է։ Մի բան որ ստուգում են, բժիշկ է գալիս, սաղ ստուգում է ծերիսեր։ Մխո, բա թումբանիդ մասին ոնց է իմացել։ Ասի թումբան չի։ Այդ ինչ կապ ունի հիմա ինչա։ Ինչի հենց հիմա ինքը պիտի հիշեր քո թումբանի մասին։ Իմ վարտիքի մասին ինքը իմացել է, որովհետև Արա դե մի աղջինյակը մի բան փստացրեց բերնից, ինչ է սնգե հետևից։ Դու ճիշտ չես ասում, մխո։ Արա դե ոնց ճիշտ է ասեմ։ Մարգարիտա տյոտյա, որ խնդրեմ մեր բժիշկի համարը կտակ զանգեմ։ Ինչի։ Դե մի հատ բան եմ էլի ուզում հարցնեմ։
Կասեք։ Հես Անուշիկ ջան։ Ոչինչ, որ ձեր հեռախոսով խոսամ։ Ոայ, խոսա Անուշիկ ջան։ Դե ապրում ենք էլի ապերնյակ ջան, ինչ անենք։ Մենակ պարապությունն է սպանում։ Ես ինչ արիր։ Մոխո, ինչից չես ասել, որ Նիկան քեզ մերկ տեսել է։ Ֆուֆերը։ Ինչի չես ասել։ Ինչ ես ինձանից տենց կարևոր բաները թաքցնում, հա մոխո, ինչի։ Բայց ինչն է դրա կարևոր է։ Իմ համար կարևոր է մոխո։ Անուշիկ, հանգստացի։ Ես հասկանում եմ, որ քո համար կարևոր է իմ ողջ էությունը, իմ հետ կապված ամեն ինչը, բայց պետք չի ես տրագեդիա սարքել, այ բանը։ Ես իմ ոնց ապրեմ, մոխո, ոնց ապրեմ։ Ես չեմ կարող ապրեմ, ինչ-որ օտար աղջիկ իմ ամուսնուն մերկ տեսել է։ Դու գիտես, ես լավ եմ զգում դրանից, ամոթից գետինն եմ մտնում, խաբար ես գոնե։ Ես գիտեմ, ինքը դիտմամբ է մտել, ինքը գիտեր, որ ստեղ ստուգում է ու դիտմամբ ներս է մտել, մխո։ Դիտմամբ չի մտել։ Դիտմամբ է մտել։ Ասում եմ դիտմամբ չի մտել, դիտմամբ որ մտներ տես վեր չէր թռնի վախից գորար։ Ուրեմն իր համար ինչ-որ անսպասելի բան կար, չէ՞ թե որ գորած։ Հələ մի հատ էլ վախացել է, հա։ Հա բողը լեր չվախեն։ Անուշիկ ջան, հանգստացի, ցավը տանեն, всё впереди, Անուշիկ, всё впереди։ Վամաչկոտ մի աղջիկ ես ինձ մոտ չես գալիս, իմ ուզածը մեկ համբյուր է դու ինձ չես տալիս, աչքս շամպի ծովացել է սիրտս սելալիս, իս պատկերը չխտագել է սիդա հանոքից, թե դու չգաս կնենա։ Ջան արա, ջան, դա կյանքիս վերջին ճիչ, հերիք չի սիրուն անաս, հա? Այ վրամ ջան, ինչ-որ բան դեմքիս վրա դուրս չի գալիս էլի։ Ես քո ջայմը եմ, իսկ ինձ ամեն ինչն է դուր է գալիս։ Ու ես քեզ ասեմ, ինչքան բնական, այնքան լավ։ Վրամ դեդյա, ես էլ ես տանը չեմ կարող ապրեմ։ Այ, բայց ինչի այ բալես։ Ես ինձ նվաստացած եմ զգում։ Այ քեզ բան։ Հլա ասա տեսնեմ, քեզ ինչն է նվաստացրել այս սուրբ օջախում, ասա։ Պատկերացնում եք Վրամ դեդյա, բժիշկը որ եկել էր մխոյին ստուգելու, ուրեմն ես Նիկան դիտման մտնում այդ սենյակ ու մխոյին տկլոր տեսնում է։ Մխոյին։ Բայց ինչ տիպի տկլոր։ Ամենավատ տիպի տկլոր։ Այա տեսնյակ, ես ինչ մեղավոր եմ, ախր ես իմ համար խելոքսն է ստուգվում եմ, մեկի տենամ հոբ բացեց մտը։ Դու հասկացանք այդ տղա, բա ինչի ներսից դուրը չէիր փակել, հա? Ասա։ Որտե ես չգիտեի, որ այդ տեսակ ստուգումներ էլ արվին։ Այ ախպեր, լավ, մտել արա, գլուխը քարը։ Բա կնիկդ ինչի է դրանից մեծ պատմություններ սարքում, հա? Ինչի։ Ես չեմ հասկանում։ Դե լավ ոչինչ, ես էս իր այդ խոսամ կանստիկը գնա, մենակ դու իրան պարախոտ չտաս էլի, թե չէ իրի կսկսի առիթավորվի։ Դու գիտես ինչ ասում։ Ասում է Նիկան դիտմամբ էր մտել այդ սենյակ։ Արա, Նիկան այդ աղջիկն է, որ դիտմամբ մտնի քո սենյակ, ասա։ Չի այա տեսնեք, վայ։ Մխո, արա ես չլնեմ չիմանա, որ դու Նիկայի հետ ինչ-որ խաղեր ես տալիս, արա։ Եթե տենց բան եղավ, չէ, արա ես ինձ կորցնեմ, արա ես կտամ քո բերան մերանից կջարդեմ կլեմ խայտարակ, արա։ Տեսնեք, նեղացնում ես, վայ։ Հասուն չկա։ Մենո, աչքը դուս արա։ Այ, ապրի, պարոն Արաշոյան։ Արա շատ համով բալիկ էր, աստված բայ։ Հա, մերսի, որ իսկականից տեսնենք, իսկականից սկսեք համով բալիկ էր։ Լես կոկվածին այ, բա երեք չտեսանք այդ տղա։ Երեք է։
Արա երեքինի գունը, որ երեխուն ուղարկել էր Մերյան։ Բայն բավի մեջ $200 էր դրած, կարող է 7-ից էր ընկել։ 200 չի եղել, 1000 եղել, հետո ես երեխուն տեղ չեմ ղրգել։ Ոնց 1000 էր։ Պարոն Արաշազյան, ես երեխուն հեչ մի տեղ մեջ չեմ ղրգել։ Այդտեղ դու երեխուն չէիր տվել համբարձումի, որ բերի Մերյան։ Արա դի ինչ ֆրիկներ ես անում, տղա։ Համբարձումի։ Բայց լուրջ 1000 էր։ Սպասել է 3 համբարձումը երեխուս բերել է ձեր տուն։ Այդտեղ դու իմ հարցին պատասխանի 1000-ը առանցինը դրած եղե, թե միասին։ Ալո, հմբո, սաղ գործերը թողնիս կենցնի կուկաս օֆիս։ Բայց հիմա չեմ կրնա։ Հմբո, հենց հմի, սաղ գործերը թողնիս կուկաս օֆիս, դավայ։ Ինչ ա եղել։ Ծո քշվել է ծո այդտեղ, երեխուս վերցրել է տարել է Արևշաջյանից։ Շատ գիտեմ էր։ Սաղ են սայլուկ ծծող։ Այախ չի ուրեմն ինձ թաքուն, դու $800 ես դրում երեխու շորերի մեջ, հա։ Լավ Մարգարիտա, լավ։ Ես կգամ տուն քեզ կասեմ որը որից հետո է։ Հապեր մխոն ինձ ասեց, բեր մենք էլ տենանք, ես էլ ստիպված տարա, ոչ իմ ցանկությամբ, հետո բերել սիրուն դրել եմ իր տեղը։ Այ աննորմալ։ Դու ինչ գործ ունիս, իմ երեխուս կվերցնես, կտանիս ես իմում տունը ծո։ Հապեր, ես մեղավոր չեմ, ինձ ինչ ասել են, ես են էլ արել եմ։ Հետո վատեր $1000 էլ փող առանք։ Հապեր, բայց դու ամենահավորը չգիտես, ամենահավորը այն է, որ մխոն ոչ թե քո երեխուն էր ուզում տենալ, այլ ինչ-որ մի հատ դիսկ, գիտեր է դիսկի մոտ է, էլի։ Չէ, ապեր, Հաշոտ անունով ախպեր չունի։ Բայց վաբշե ախպեր ունի։ Չէ։ Դե մի չգիտեմ, կարող է հորքուրի տղա է, մորքուրի տղա է։ Նա, ներսի ամ։ Մինաշ ջան, հրամանատարը քեզ կանչում է։ Չի։ Չգիտեմ, Մինաշ ջան։ Գնալի սպասում եմ։ Անի Մարտիրոսյանի հետ ինչ հարաբերություններ էր Մինասյան։ Գնացինք։ Չէ, որովհետև էլի մարդ պետք է գա։ Մենք իրան այսօր ընդհանրապես ուշադրություն չենք դարձնի։ Արի կողքս էլ ուզում քեզ գրկել։ Այս ինչ լավ եք էար սիրում։ Նա, ես քեզ բարի եմ հրավիրում։ Ես նարեկը, որ դուրս էին գալիս մանգալու, այսենց փաթաթված էին իրար քայլում։ Նարեկը ձերը դնում էր շալվարից հետևի գրպանը։ Իշնա սիրուն ես։ Ես էլ ցես չեմ կարա։